Միացյալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչությունը հայտարարել է, որ ամերիկյան հարվածների հետևանքով իրանական միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել։ Ըստ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեդքլիֆի հուսալի աղբյուրներից ստացվել են նոր հետախուզական տվյալներ, համաձայն որոնց իրանական միջուկային կարևոր օբյեկտներից մի քանիսը ոչնչացել են, եւ դրանց վերականգնման համար կպահանջվեն տարիներ։ Միևնույն ժամանակ Axios լրատվական հարթակի աղբյուրները հայտնել են, որ նախագահ Թրամփի վարչակազմը կսահմանափակի կոնգրեսին գաղտնի տեղեկատվության տրամադրումը տեղի ունեցած արտահոսքի պատճառով։ Դեմոկրատները վրդովմունք են հայտնել այս առնչությամբ, նշելով, գաղտնի տեղեկատվության արտահոսքն անթույլատրելի է եւ պետք է հետաքննվի, սակայն կոնգրեսին տրամադրվող տեղեկությունների սահմանափակումն անընդունելի է։ Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ հղում անելով հետախուզական տվյալների գրել էին, թե Միացյալ Նահանգների ավիահարվածներից իրանական միջուկային օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել եւ Թեհրանը կարող է իր միջուկային ծրագիրը վերականգնել մի քանի ամսվա ընթացքում։ Թրամփը եւ նրա վարչակազմը հերքել են այս տեղեկությունները։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը եւս ավելի վաղ հայտնել էր, որ Իրանի միջուկային ծրագիրը մի քանի տարով հետ է ընկել իսրայելական եւ ամերիկյան ավիահարվածների պատճառով։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն իր հերթին Ալ Ջազիրային հայտնել է, որ երկրի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել ավիահարվածներից։ Միևնույն ժամանակ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Վիտքոֆը հայտնել է, պատրաստ են քննարկել Իրանի խաղաղ միջուկային ծրագիրը, սակայն դեմ են ուրանի հարստացմանը։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր Իրանի հետ հաջորդ շաբաթ նախատեսված բանակցությունների մասին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է այս հայտարարությունը, հույս հայտնելով, որ այդ բանակցությունները կհանգեցնեն Իսրայելի եւ Իրանի միջև հակամարտության ավարտին։ Անտոնիո Գուտերեշը նաեւ կարծիք է հայտնել, որ Իսրայել-Իրան հրադադարում առաջընթացը կհանգեցնի Գազայի հատվածում Իսրայելի եւ Համասի միջև հակամարտության ավարտին։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զրուցել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ, շեշտել ԱՄԳ-ն պետք է կարողանա անհապաղ վերսկսել իր գործունեությունն Իրանում։ Հիշեցնենք, հունիսի 25-ին Իրանի խորհրդարանն օրինագիծ էր ընդունել ԱՄԳ-ի հետ համագործակցությունը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ։ Գործակալության աշխատակիցներին չի թույլատրվում մուտք գործել երկիր ստուգումներ անցկացնելու, քանի դեռ Իրանի միջուկային օբյեկտների անվտանգությունը եւ խաղաղ միջուկային գործունեությունը երաշխավորված չեն։ Միացյալ Նահանգները փրկել է Իսրայելը, այժմ էլ կփրկի Բենյամին Նեթանյահուին, հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքելով Իսրայելի վարչապետի նկատմամբ վերսկսված դատավարությանը։ Թրամփը հայտարարել է, ցնցված էր լսել, որ պատմության մեջ իր մեծագույն պահերից հետո Իսրայելը շարունակում է իր խոսքով վհուկների որսը երկրի հնարավոր է լավագույն մարտիկներից մեկի դեմ։ Թրամփը եւս մեկ անգամ շեշտել է, որ Իսրայելն ԱՄՆ-ի օգնությամբ հաղթել է իր վաղեմի թշնամուն Իրանին, որը շուտով ըստ նրա կարող էր ստեղծել աշխարհի ամենահզոր միջուկային զենքերից մեկը։ Բիբին եւ ես դժոխքի միջով անցանք, նշել է Թրամփը։ Դատարանում Նեթանյահուի հարցաքննությունը սկսվել էր հունիսի սկզբին, սակայն Իրանի դեմ ռազմական գործողությունների պատճառով դադարեցվել էր։ Այժմ Նեթանյահուին կրկին դատարան են կանչել։ Նրան մեղադրանք է առաջադրվել 2019 թվականին կոռուպցիայի 3 գործով խարդախության, վստահության խախտման եւ կաշառակերության համար։ Ըստ մեղադրող կողմի Նեթանյահուն եւ նրա կինը թանկարժեք նվերներ են ստացել հոլիվուդյան մեդիա մագնատ Արնոն Միլչանից, ինչի դիմաց օգնել են նրան ԱՄՆ-ում երկարաժամկետ բնակության վիզան երկարաձգելու հարցում։ Բացի այդ, Նեթանյահուն մեղադրվում է բարենպաստ լուսաբանման դիմաց լրատվամիջոցների ղեկավարներին ծառայություններ մատուցելու մեջ։ Թրամփի համոզմամբ այս գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն եւ անարդար են։ Իսրայելական որոշ լրատվամիջոցներ Թրամփի գրառումը որակել են որպես աննախադեպ միջամտություն երկրի արդարադատության համակարգին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանն իր ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփի հետ Հաագայում տեղի ունեցած հանդիպումից հետո ողջունել է F-35 կործանիչների ձեռքբերման հետ կապված առաջընթացը։ Մենք քննարկեցինք F-35-ի հարցը։ Մենք արդեն կատարել ենք 1.3-ից 1.4 միլիարդ դոլարի վճարումներ եւ տեսանք, որ պարոն Թրամփը լավ է տրամադրված կործանիչների մատակարարման հարցում, ասել է Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում։ Նա հավելել է, երկու երկրների թիմերն աշխատում են F-16-երի սպասարկման եւ ականացման, ինչպես նաև F-35-երի գնման ուղղությամբ։ Թուրքիան հեռացվել էր F-35 կործանիչների մշակման եւ ձեռքբերման համատեղ ծրագրից Թրամփի առաջին նախագահության ժամանակ 2019 թվականին։ Պատճառն այն էր, որ Թուրքիան Ռուսաստանից ձեռք էր բերել S-400 Triumph զենիթահրթիռային համակարգեր։ Ռուսական S-400-ների ձեռքբերման պատճառով ԱՄՆ-ն նաև պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի ռազմական արդյունաբերության վրա։ Մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նաև հայտարարել է, որ առաջիկա 10 տարիներին Անկարան կավելացնի իր պաշտպանական ծախսերը, ՀՆԱ-ի 2%-ից հասցնելով 5%-ի, ինչպես եւ համաձայնել են անել ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրները։
Ռուսաստանը եւ Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրի օդային տարածքում, մասնավորապես Կուրսկում, Ռոստովում, Բրյանսկում, Բելգորոդում, Մոսկվայում եւ այլ մարզերում ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք խոցելու մասին։ Իսկ Ուկրաինայի զինված ուժերը հայտնել են ռուսական 40-ից ավելի անօդաչուների հարձակման մասին։ Դրանց միայն մի մասն է հաջողվել խոցել։ Խերսոնի մարզի մի քանի բնակավայրերում ռուսական հարվածներից առնվազն 3 մարդ է զոհվել։ Դնեպրի իշխանություններն էլ հայտնել են, որ հունիսի 24-ին քաղաքի վրա ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորների թիվը գերազանցել է 300-ը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից մեկնել է Ստրասբուրգ։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ նա ստորագրել է համաձայնագիր Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար հատուկ տրիբունալ ստեղծելու մասին։ ՄԱԿ-ը նման հանցագործություն է համարում որևէ պետության կողմից զինված ուժի կիրառումը մեկ այլ երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ։ Յուրաքանչյուր հանցագործ պետք է իմանա, որ արդարություն կա եւ դա վերաբերում է նաեւ Ռուսաստանին։ Մենք պետք է հստակ ցույց տանք, որ ագրեսիան հանգեցնում է պատժի, հայտարարել է Զելենսկին համաձայնագրի ստորագրումից հետո։ Հատուկ դատարանը պետք է դատի այն բարձրաստիճան քաղաքական եւ ռազմական առաջնորդներին, որոնք պատասխանատու են Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման համար։ Դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի եւ արտգործնախարար Սերգեյ Լավրովի նկատմամբ դատավարությունները կարող է սկսել միայն այն բանից հետո, երբ նրանք հեռանան պաշտոնից։ Մինչ այդ դատարանը կարող է միայն հետաքննություններ անցկացնել, ապացույցներ հավաքել եւ մեղադրական եզրակացություններ պատրաստել։ Դատարանը կազմված կլինի 15 դատավորից, որոնց կնշանակեն տրիբունալի ստեղծման համաձայնագրին միացող պետությունների ներկայացուցիչները։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։